Լոռու լեռները նման չեն Հայաստանի ժայռոտ լեռներին։ Այստեղ մոխրագույն քարերի փոխարեն կանաչ անտառներ են, այնքան շատ, որ ծայրը չի երևում։ Թեղուտ գյուղը մինչև 2007-8 թվականներն այդ կանաչի մեջ էր ապրում։ Եվ ահա հանքի շահագործման մասին շշուկներն աստիճանաբար թակեցին բնակիչների դռները։ 2007 թվականի նոյեմբերի 1-ին կառավարությունը Թեղուտի հանքը շահագործող Թեղուտ ՓԲ-ին թույլատրեց հատել 317 հեկտար անտառ։ Անտառները, որ հատում էին, ես մի անգամ գնացել եմ, ճիշտ ասած թաքուն եմ գնացել, հիմա բարձրաձայնում եմ տրակտորով այդ ծառերը հողի տակ էին լցնում։ Մարդիկ կարող էին չէ բերել դա, բայց ձեռք չէր տալի, որ տեսնեինք, շատ բան տեսնեինք։ Փոխարենը շահագործողը պարտավորվում էր կրկնակի շուրջ 600 հեկտար տարածքում փոխհատուցել վնասը։ Թեղուտեցիները լավ են հիշում, ինչպես ղեկավարությունը ուսանողների հրավիրեց, տեսախցիկների առաջ ցույց տվեց ծառատունկը, իսկ երբ ուսանողներն ու լրագրողները հեռացան, իրականությունն այլ ընթացք ստացավ։ Մեր գյուղապետը այն ժամանակ ասավ, որ մենք պիտի վարձատրենք։ Շատերը չվարձատրեց, օրինակ ես փող եմ տվել 3000 դրամ։ Անտառի բացատներում, որտեղ տնկվել էին ծառերը, անասուններ էին մտել, ավերել ամբողջ ոռոգման համակարգը։ Ծառերը չորացան։ Ու քանի որ հանքի ղեկավարությունն օտարել էր գյուղի արոտավայրերը, բնակիչներին այլընտրանք չթողնելով, բացատներն աստիճանաբար արոտավայրեր դարձան։ Հիմա գյուղում այդ տարածքներն անուն ունեն։ Որ ասում են կովերը որտեղ են, ասում ենք տնկարանում։ Այսինքն անունը կա, ամանում չկա։ Ծրագիրը ձախողվեց, բայց սա հանքը շահագործողների միակ ձախողումը չէ։ Շնող գետի ափին ենք։ Ափամերձ հատվածում Շնող և Թեղուտ համայնքների ցանքատարածություններն են, բայց գետի ափին գտնվող իրենց դաշտերը մարդիկ ոռոգել չեն կարողանում։ Ջուրն աղտոտված է Թեղուտի հանքի թափոններով։ Շնողի ու Թեղուտի բնակիչները կառավարություն պահանջ են ներկայացրել Շնող գետի ակունքից պոմպակայան կառուցել։ Դեբետ և Շնող գետերի ջուրն օգտագործելը խելամիտ չէ, շնողցի Լյովա Ալիխանյանն է ասում։ Պոչամբարի արտահոսքը հիմնականում անձրևաջրերի վարարի ժամանակ ալնում, որը ի վիճակի չեն պահելու, հավանաբար ձևել չունեն պահելու, որովհետև Պոչամբարը լեռնային տարածքի ձորի մեջ է, հազարավոր հեկտար տարածքից անձրևաջուրն իջնում ներքև եւ դրանք ստիպված են, ասենք, այդ պահին ջրբաց թողնել, դրա հետ նաեւ փոչանքն է դուրս գալիս ու գալիս է Թեղուտ Շնող ճանապարհով լսում տարածք։ 2024-ի ջրհեղեղի մասին է պատմում Ալիխանյանը։ Շնող գետը հանքի հենց կողքով է հոսում։ Պոչամբարի վնասման, վարար անձրևներին հեղեղումների հետևանքով թունավոր նյութերի արտահոսք է լինում, լցվում գետը, որ դեպետի վտակն է։ Երկու գետերի աղտոտվածության մակարդակը վերջին տարիներին 5 է գնահատվել, որ ամենավտանգավոր դասն է։ Իսկ այս գետերով ոռոգվում են երկու գյուղերի 329 հեկտար հողերը։ Օրինակ, եթե ատեն շրջանառու ջրի համակարգ կա, գոնի մաքրման, ջրի մաքրման մեկ, չգիտեմ, շրջանառու ջուր, այսինքն նույն ջուրն են անդադ ցիրկուլյացիա փորձում անել օգտագործել։ Մյուս դեպքերում դա է ընդհանրապես Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ամբողջապես վերցրած մի դեպք չվերցնենք, ինքը ռեստարտի կարիք ունի, այսինքն ընդհանրապես Հայաստան նոր հանքեր չպետք է բացվեն։ Թեղուտում շրջանառու ջրամատակարարման համակարգ կա եւ այն ներառված է գործող նախագծում։ Ընկերությունը 2019-ին հայտարարել է, որ շրջանառու համակարգը կիրառվում է, սակայն 2026-ի դրությամբ չկա հրապարակված պաշտոնական տվյալ, որը ցույց կտա, թե համակարգն ինչ արդյունավետությամբ է աշխատում եւ ջրի քանի տոկոսն է վերադարձվում շրջանառության մեջ։ Գյուղի բնակիչների նախաձեռնությամբ մի քանի անգամ նմուշառումներ են իրականացվել, որոնցով հանքի տարածքում նորմայի խախտումներ չեն արձանագրվել։ Բայց Ալիխանյանը հիշում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հերթական ստուգումները։ Ստիպեցին գորգան փորձաքննություններ անցկացնեն, այդ ընթացքում որպեսզի ճշտենք իրանք ազնվենելու թե չէ, Պոչամբարի հստակից մի որոշակի քանակ զանգավոր իմ համար դիմացել եք, այդ տողը խնդրեցի տարավ դուզ ենք ասում գյուղեն կողմը իր տարածքում փռեց, հետո ասի որ կան անալիզ վերցնելու այդ տարածքից բան կանես։ Այսինքն 10-20 տեղից վերցին, ամենակարևորը ինձ հետաքրիր էր Պոչամբարի տակից լացքը վերցնեք։
որ համեմատենք։ Նույն տեղից, որ վերցած էր տարար ընդամենը 2 կիլոմետրին կողմ, տարբեր արդյունքներ էր։ Գյուղացիների պահանջն է Շնող գետի ակունքից պոմպակայան իջեցնել, որ իրենց այգիները թույնով չջրեն։ Ի վերջո, սրա հետևանքն է, որ տարածքում ապրողների օրգանիզմում քաղցկեղածին մկնդեղի քանակությունը մի քանի 100, որոշ դեպքերում 1000 անգամ գերազանցում է նորման։ 2019-ի միջազգային եւ տեղական անկախ հետազոտություններն են ցույց տվել։ Լյովա Ալիխանյանը գյուղում չի հիշում մի մարդու, որ քաղցկեղով հիվանդ հարազատ չունենա։ Իմ տանն էլ կա, իմ բարեկամիս տանն էլ կա։ Մեկինս ճանապարհում գալիս է։ 8 տարին մեկ անգամ հանքի ղեկավարությունը պարտավոր է գյուղի բնակիչների եւ մասնագետների ներկայությամբ հավաք հրավիրել, քննարկելու խնդիրները եւ լուծումներ առաջարկելու։ Վերջինը 2023-ին է եղել։ Այդ ժամանակ ես թեքվեցի մեր ամբուլատորիա եւ բժշկուհուց իմացա, որ 22 թվականի համեմատությամբ 23 թվականին քաղցկեղով հիվանդների քանակը 50%-ով ավելացել է։ 2019 թվականին 30 բնապահպանական կազմակերպություններ դիմեցին վարչապետին, պահանջով անկախ արդյունաբերական համայնքներում ստեղծել առողջության գնահատման համակարգ։ Առողջապահության նախարարությունը հրավիրեց առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, առանձնացրեցին 2 արդյունաբերական եւ 2 ոչ արդյունաբերական համայնքներ ուսումնասիրության համար։ Սակայն կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով ծրագիրը կիսատ մնաց։ Դրանից հետո, երբ որ 22-23 թվականին սկսվեց մշակվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, այդ բնապահպանական համայնքը, ինչպես դուք եք նշում, բայց երևի թե մի խումբ կազմակերպություններ բազմաթիվ քննարկումներից հետո հասան նրան, որ ամրագրվեց հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության մեջ, որ Հայաստանում պետք է ներդրվի հանքարդյունաբերական համայնքների առողջության ռիսկերի գնահատման մեխանիզմ, բայց դա մնաց ռազմավարության մեջ, այսինքն մենք դերևս նման մեխանիզմ եւ օրենսդրություն կարգավորումներ չունենք։ Տարիներ են անցել, բայց Թեղուտի ու Շնողի բնակիչների բարձրացրած հարցերի մեծ մասը դեռ պատասխան չունի։ Շրջակա միջավայրի նախարարությունը հարցերի պատասխանները ստանալու համար մեզ ուղղորդեց բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, որտեղից էլ գրավոր հարցում պահանջեցին։ Հարցերը շատ են, բայց գյուղացիներին հուզում է միայն մեկը. ով է պատասխան տալու իրենց առողջության ու գյուղի էկոլոգիական վնասների համար, որոնց չափը պետությունն այդպես էլ ամբողջությամբ չի գնահատել։ Սեդա Գյուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։